1997-ի սեպտեմբերի 17-ին Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական Դավիթ Շանազարյանն ասում է, որ ինքն ու նախագահը շուտով պապիկ են դառնալու։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սակայն նա քննադատում է ԽՆՄՕ արտաքին ու ներքին քաղաքականությունը, մի բան պետք է անել։ Պատրաստ եմ ամենացածր, ամենաստորին աշխատանքը կատարել պետական կառույցներում։ 1999-ի այսօրը Ռոբերտ Քոչարյանը կտրում է հերթական ժապավենը, բացվում է Անի պլազան։ Հյուրանոցի սեփականատերը սփյուռքահայ է, այս կինը Քոչարյանին է հանձնում հյուրանոցի նախագահական համարի ոսկեբանալին։ Նույն օրը գրեթե տեղի է ունենում ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի երկրորդ դատավարությունը, սկսելուց հետո այն հետաձգվում է 40 օրով։ Նոր փաստաբանին է սա պետք։ Սիրադեղյանի դեմ ցուցմունք տված Վահան Հարությունյանը դատարանին միջնորդում է փոխել մյուս ամբասանյանների խափանման միջոցը, քանի որ սպանելիս նրանք իր հրամանն են կատարել։ Կալանքի տակ պետք է մնան ինքը ու եւս երկու հոգի, դատարանի կարգ ու կանոնի պատասխանատուն ի դեպ Վալերի Օսիպյանն է։ Համաշխարհային բանկը ավելի քան 11 միլիոն դոլար է տալիս Հայաստանին դատաիրավական բարեփոխումներ անցկացնելու համար, եւս 800,000 գործին կներդնի Հայաստանը։ Այս գումարով պետք է վերանորոգվի դատարանի 20 շենք, կառուցվի Գյումրիի դատարանը։ Հայկական բանակը հոգևորականներով համալրելու որոշում է կայացվում 2000-ի սեպտեմբերի 17-ին արարողությունը տեղի ունենում Մայրաթոռում Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի եւ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ստորագրությամբ։ Վերջինս չի համբուրում այն ձեռքը, որը երաշխավորում է բանակի բարոյահոգեբանական խնդիրների կարգավորումը։ Մենք բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի հետագա բարելավման խնդիրներ ունենք եւ այս խնդիրները լուծելու միջոցներից մեկն էլ տեսնում ենք մեր եկեղեցու հետ այս խոր համաձայնեցված գործողությունների կատարում։ 2000 թվականի աշունից խաղողագործները դժգոհելու բան չունեն, բերքն առատ է, հարցը մթերելն է, ով ավելի բարձր գին կտա, նախընտրելին Երևանի կոնյակի գործարանն է, որը 1 կիլոգրամի համար առաջարկում է 90 դրամ։ Այս գործարանն էլ հակառակի պես մթերելու մտադրություն չունի, ով է մեղավոր։ Մեր կառավարությունը որ կոյակի գործարան տվեց ֆրանսիալիցիներին, ըստ քմաչույթել վերաբերվում։ Մենք մասնավոր չենք ուզում տանք, պետականն ենք ուզում տանք։ Մասնավոր 60 դրամ ընդունի, 60 դրամ, ես տանջվել եմ իսկին տեղերի կինը չի անում։ 2000-ի սեպտեմբերի 17-ին Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին պատկանող մետրոպոլ հյուրանոցի բացմանը։ Սենյակներում զբոսնելուց հետո նախագահի մոտ հարց է առաջանում. ինչով է զբաղված նախարարը, իսկ ընդհանուր առմամբ վատ բան չի արել։ Ամբողջությամբ նաեւ տեղավորվում է այն գաղափարախոսության մեջ, որ հրճակեցինք туриզմի զարգացման առումով։ 2000-ի սեպտեմբերի 27-ին Երևանում գումարվելու է Արմենթելի տնօրենների խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկման թեման լինելու է րոպեավճարը։ Սեպտեմբերի 17-ին Սադոյանը հետաձգում է իր օրինագծի քննարկումը, որով պիտի ամրագրվի, որ մինչև տեխնիկական միջոցների նորացումը րոպեավճար չի կիրառվելու։ Նախարարն ասում է, առանց դրա էլ չի կիրառվի։ Նախարարի տված հանձնարարականը պաշտոնական ունի իրավական ուժ եւ ավելի բարձր է, քան Արմենթելի տնօրենի հայտարարությունը։ Բայց Արմենթելը հիմար է։ Այդ ոնց է որ մինչև հիմա հայտարարում է սեպտեմբերի 1-ից րոպեավճարը մտնելու է։ 2002 թվականի այսօրը նախագահ Քոչարյանը զավեշտալի է համարում նախագահի ընտրություններին 15 թեկնածուի առաջադրման մասին միտքը։ Նա անդիմությանն առաջարկում է 2003-ի ընտրություններին հանդես գալ միասնական թեկնածուով եւ հարցը փակել մեկ փուլով։ 52 կուսակցություն 2009-ի այսօրը հավաքվել է մարզաամերգային համալիրում լսելու թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման մասին։ Քաղաքական ուժերի զգացումները հակասական են։ Ես կարծում եմ, որ այս ստորագրումը ոչ թե խանգարում է Ղարաբաղի հարցի լուծմանը, նույնիսկ կարող է օգտակար լինել։ Սա ստորագրելուց հետո կանխորոշվելու է կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների ի օգուտ թուրքական պահանջների։ Ասեցի նույն ճանապարհը անցել է Սերբիան եւ Միլոշեվիչը Հագայի դատարանում է հայտնվել։ Ում ասաց։ Սարգսյանին։ Նույն օրը խորհրդարանի առջև են հավաքվել մարտի 1-ի զոհերի հարազատները, նրանք եկել են բողոքելու Նիկոյանի հանձնաժողովից, որը սպանությունների բացահայտման մասով ասելու ոչինչ չունի։ Նիկոյանի ելույթը, որ սպանությունների հարցով իրենք ոչինչ չեն կարող անել եւ դիմում է հատուկ քննչական ծառայություններին տարի ու կես մեզ խաբելուց հետո, այ եկել ենք դրա համար բողոքելու։ Հանուն պաշտոնի, հանուն ինչ-որ առաքելություն կատարելու իշխանավորների համար, թող իր խիղճը չծախի։ 2010-ի սեպտեմբերի 17-ին երկամսյա անմիջումից հետո հանրահավաք հրավիրում Հայ ազգային կոնգրեսը։ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ առաքելություն է վերապահում իշխանությունը զավթելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանին։ Ով է պահանջում տարածքներ վերադարձնել։ Դեմ եք զիջմանը կամ փոխզիջմանը,
անզիջողական կամ հաղթողական լուծում ապահովեք, ով ուրախ չի լինի։ Միայն թե ինչ ճանապարհ ընտրեք, պետք է գիտակցեք, որ Ղարաբաղի խնդիրը լուծել, կրկնում եմ լուծել եւ ոչ թե զիջել, դուք պարտավոր եք։